Եվ այսպես ինչ սկզբունքներով է ամրապնդվում եկեղեցին։ Սկզբունք առաջին, ինչ պետք է անել։ Պետք է ընտրել ծառայող հոգևոր չափանիշներով։ Պետք է ընտրել ծառայող հոգևոր չափանիշներով։ Երրորդ համարում գրված է Պողոսը կամենում էր նրան իր հետ տանել։ Հարց ուր էր ուզում տանել։ Ուր էր գնում Պողոսը, որ Տիմոթեոսին ուզում էր տանել եւ ընտրեց։ Նա գնում էր եկեղեցիներն ամրապնդելու, գնում էր այցելելու եւ այդ նպատակի համար նա ընտրեց Տիմոթեոսին։ Իսկ ինչ չափանիշներով ընտրեց։ Ինչ նկարագրությունների պետք է ուշադրություն դարձնել ծառայող ընտրելիս։ Եվ այս երկու համարներում տեսնում ենք 3 նկարագրություն ծառայող ընտրելու համար։ Առաջին պետք է ուշադրություն դարձնել նրա հոգևոր նկարագրին, երկրորդ պետք է ուշադրություն դարձնել ծառայելու միջավայրին նրա համապատասխանությանը, եւ երրորդ պետք է ուշադրություն դարձնել հոգևոր շրջանակի վկայությանը այս մարդու մասին։ Նայեք առաջին երկու համարներին։ Եվ եկավ հասավ Դերբե եւ Լյուստրա։ Եվ ահա այնտեղ կար մի աշակերտ Տիմոթեոս անունով, որ մի հավատացյալ հրյա կնոջ որդին էր, իսկ հայրը հույն էր, որ բարի վկայություն ուներ Լյուստրացի եւ Իկոնիացի եղբայրների կողմից։ Ինչ նկարագրությունների պետք է ուշադրություն դարձնել ծառայող ընտրելիս, առաջին պետք է ուշադրություն դարձնել նրա հոգևոր նկարագրին։ Նայեք համարին գրված է, որ նա աշակերտ էր։ Եվ ահա այնտեղ կար մի աշակերտ, գրում է Ղուկասը։ Ահա այս ցուցական մասնիկը հետաքրքիր էր, որ հունարենում հրամայական եղանակով էր դրված, որը նշանակում է տես, նայիր կամ ուշադրություն դարձրու։ Եվ Ղուկասը սրանով ընդգծում է Տիմոթեոսին նկատելու անհրաժեշտությունը։ Այս աշակերտ բառը նույն այն բառն է մաթեթես, որը օգտագործվում էր Աստվածաշնչի տարբեր հատվածներում ցույց տալու համար Հիսուսին հետևողներին։ Օրինակ Գործք 6-րդ գլուխ առաջին համար, 2-րդ համար, 7-րդ համար։ Օրինակ Գործք Առաքելոց 9-րդ գլուխ 10-րդ համարում, որտեղ Անանիայի մասին է խոսքը։ Հիշում եք Անանիան մեկներ ով գնաց եւ աղոթելով Պողոսի համար նրա աչքերը բացվեցին կամ թեփուկանման բաները ընկան։ Այսինքն տեսնում ենք, որ այս աշակերտ բառը գործածված է Հիսուսին հետևողների առնչությամբ եւ երբեմն էլ հասուն հետևորդների առնչությամբ։ Ստացվում է, որ աշակերտը նա է, ով հետևում է Հիսուսին եւ հնազանդվում է նրան։ Ահա թե ինչ տեսավ Պողոսը։ Աշակերտ, մեկը ով հետևում է Հիսուսին։ Տիմոթեոսի պարագայում նույնպես գործածված է այս բառը, որը ցույց է տալիս մեկին, ով Հիսուսի հետքերով է գնում։ Կամ գուցե բավականին հոգևոր հասունություն ունի նա կամ չունի, բայց հետևում է Հիսուսին անկեղծորեն։ Տիմոթեոսի պարագայում նրա տարիքը այստեղ մոտավորապես 17-18 տարեկան է, պատանի կամ երիտասարդ կարելի ասել, բայց նա հասցրել էր այնպիսի համբավ ձեռք բերել, որ եկեղեցիները իր մասին վկայություն էին տալիս, որ նա աշակերտ է։ Ինչպես եւ երբ էր Տիմոթեոսը դարձել աշակերտ, Սուրբ Գիրքը կոնկրետ չի նշում, բայց Տիմոթեոսը գուցե դարձի էր եկել հենց Պողոսի քարկոծման ժամանակ կատարած քարոզչության արդյունքում, քանի որ նրանք հիմա նույն քաղաքում են, Լյուստրայում, որտեղ քիչ առաջ Պողոսին քարկոծել էին։ Գուցե Պողոսը վերադառնալիս այդ քաղաք տհաճ հիշողություններ ունենար, թե ինչպես էին քիչ առաջ իրեն քարկոծել, բայց վերադառնում է, որտեղ նպատակը եղբայրներին այցելելն էր եւ ամրապնդելը։ Ահա թե ինչպիսին է Տիմոթեոսի հոգևոր նկարագիրը։ Նա աշակերտ է, որը նշանակում է Հիսուսին հետևող։ Ծառայող ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել նրա հոգևոր նկարագրին։ Սա նույնիսկ պահանջ է, քանի որ ընտրության նպատակին պետք է ծառայի այս մարդը։ Չի կարելի ընտրել ծառայողի պարզապես նրա համար, որ նա քո եղբայրն է կամ քույրը։ Չէ՞ որ նա պետք է կոնկրետ ծառայություն իրականացնի։ Երբ դուք դիմում եք բժշկի, ձեզ համար կարևոր է նրա մասնագիտական որակները, թե ոչ։ Միթե մենք մեկին դիմելիս չենք փնտրում լավ մասնագետի։ Իսկ ինչու պետք է հոգևոր ծառայության համար ընտրվեն մարդիկ, ովքեր չունեն հոգևոր դիմագիծ, չունեն հոգևոր բովանդակություն, ներքին նկարագիր։
Պողոսն ինքն է հետագայում գրում հենց Տիմոթեոսին երեցության համար պահանջվող որակների մասին, որոնք որ շատ են։ Աշխարհի ամենաբարդ աշխատանքին ընդունվելու համար նույնիսկ երևի այսքան պահանջներ չկան, որքան երեցի համար է։ Առաջին Տիմոթեոս 3:1-10 հավաստի այս խոսքը, եթե մեկը եպիսկոպոսության է ձգտում, Տիմոթեոս, բարի գործի է ցանկանում, արդ եպիսկոպոսը պետք է անթերի լինի։ Պողոս այս ինչ չափանիշ է։ Մի փոքր իջեցրու նշաձողը, որ կարողանանք համապատասխանել։ Մեկ կնոջ ամուսին, ողջամիտ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանող, ոչ գինեմոլ, ոչ ծեծող, այլ հանդարտ, ոչ կռվազան, ոչ արծաթասեր, որ իր տանը լավ վերակացու լինի, որ ամենայն պարկեշտությամբ հնազանդ զավակներ ունենա։ Բայց եթե մեկն իր տանը վերակացու լինել չիմանա, նա ինչպես պետք է հոգա Աստծո եկեղեցուն։ Թող նորադարձ չլինի, որպեսզի հպարտությունից չկուրանա ու սատանայի պես դատապարտության մեջ չընկնի, բայց նա պետք է եկեղեցուց դուրս եւս բարի վկայություն ունենա, որ նախատինքի եւ սատանայի որոգայթի մեջ չընկնի։ Նույն կերպ էլ սարկավակները պետք է պարկեշտ լինեն, ոչ երկերեսանի, ոչ գինեմոլ, ոչ շահամոլ, այլ հավատի խորհուրդը մաքուր խղճով պահող։ Սրանք եւս նախ թող փորձվեն այսքան ունենալուց հետո, եւ եթե անթերի լինեն, անմեղադրելի նոր թող անցնեն ծառայության։ Այսինչ զննություն եւ քննություն պետք է անցնի Աստծո ծառան։ Տեսնում եք որքան պահանջներ կան այս ծառայության համար։ Նույնը Տիտոսին է գրում այս ցանկը, վերջում ավելացնում մի բան. պետք է լինի հավատի վարդապետության խոսքին ամուր կարճած, որպեսզի կարողանա ողջամիտ վարդապետությամբ հորդորել եւ հակառակվողներին հանդիմանել։ Ահա տեսեք, թե որքան կարևոր է հոգեվոր նկարագրին ուշադրություն դարձնել եւ դրանով առաջնորդվելը։ Հակառակ դեպքում կընտրվեն հոգեվորապես կամ հոգեվորության անվան ներքո աշխարհիկ նպատակների ու ցանկությունների համար ապրող մարդիկ։ Ցավոք նայում ես ծառայող կոչված շատ մարդկանց եւ մտածում, քեզ ընտրելիս երեցիներն ինչ չափանիշներով են առաջնորդվել ընդհանրապես։ Ինչու ես դու այս ծառայությունն անում։ Ինչու ես անում անունդ հոգեվոր, բայց կյանքով եւ նպատակներով աշխարհում։ Ինչու ես հոգեվոր ծառայությանը վերաբերում որպես օֆիսային գործ։ Գիտեք, Պողոսը շատ խիստ էր այս հարցերում։ Պողոսը չընտրեց Մարկոսին քիչ առաջ, բայց ընտրեց Տիմոթեոսին։ Կարծում արդեն ենթադրում եք ինչու։ Նա ուշադրություն դարձրեց հենց նրա հոգևոր նկարագրին։ Նա ասաց, որ չարժե այս ծառայության համար տանել մեկին, ով նախկինում արդեն անհավատարմություն է ցուցաբերել եւ շարժվել է իր ցանկությամբ։ Չարժե տանել մեկին, ով անկանխատեսելի է, ով կարող է ամեն վարքյան նոր որոշում ընդունել եւ հեռանալ ծառայությունից։ Եվ վերջի վերջո չարժե վերցնել մեկին, ով այդ պահին ինքն իրեն ավելի է սիրում, քան Հիսուսին։ Իր որոշումների եւ իր գործերի մեջ։ Հարցիելի երեցներ, Աստծո գործի համար ծառայող ընտրելիս ինչ չափանիշներով եք առաջնորդվում։ Կարևորում եք նրանց հոգևոր նկարագիրը, թե ընտրում եք որևէ այլ մտադրությամբ եւ չափանիշով։ Գուցե մտածում եք, որ նա լավ խոսնակ է, խարիզմայով է, լավ շփվող է, լավ համոզող է, կարողանում է ազդել մարդկանց վրա, բոլորը վախենում են նրանից, նա լիդեր է, այսպես ասած, Facebook-ում եւ Instagram-ում շատ հետևորդներ ունի, լավ ազդեցություն կարող է թողնել։ Գիտեք, խանութներում եւ այլ շատ վաճառքի կետերում ընտրում են մարդկանց ելնելով իրենց արտաքին տվյալներից։ Եվ կարևոր չի, թե նա ընդհանրապես հմտություն ունի շփման հաղորդակցության, կարող է մարքեթինգից գոնե հասկանում է, թե ոչ։ Կարևորը գրավեն մարդկանց։ Բայց եկեղեցում ծառայության համար արտաքին տվյալները ոչ թե քիչ դեր ունեն, այլ չունեն դեր, ընդհանրապես չունեն։ Ընտրության չափանիշներից մեկն այս է՝ լինել Հիսուսի իրական աշակերտ։ Գիտեք, Պողոսի ծառայության ընտրվելը նույնպես հաստատվել է ըստ նրա հոգևոր նկարագրի։ Երբ վստահ են եղել, որ Պողոսը իսկապես աշակերտ է, նոր ընդունեցին նրան, նոր ընդունել են նրան։ Եթե նայեք հիմա Գործք առաքելոց 9-րդ գլուխ 26-րդ համարին, Պողոսի դարձից հետո ինչպես է ընդունվում եկեղեցու կողմից,
կտեսնեք այս նույն չափանիշը, որը կիրառվել է Պողոսի առնչությամբ։ Գործք 9:26-27։ Երբ Սողոսը եկավ Երուսաղեմ դարձից հետո, փորձում էր աշակերտներին հարել, նույն բառն է նորից աշակերտներ, սակայն բոլորը վախենում էին ու չէին հավատում, որ նա իսկապես աշակերտ է։ Բայց Բարնաբասը նրան տարավ առաքյալների մոտ ու պատմեց, վկայեց նրա մասին, թե ինչպես է ճանապարհին Տիրոջը տեսել ու նրա հետ խոսել, եւ թե ինչպես է Դամասկոսում համարձակ քարոզել Հիսուսի անունով։ Տեսնում եք, Պողոսին մինչև չհավատացին, որ աշակերտ է, չընդունեցին։ Պետք է ընտրել նպատակին համապատասխան ծառայել, հոգևոր չափանիշներին համապատասխան։ Պողոսը կամենում էր նրան իր հետ տանել 3-րդ համարում եւ նա ուշադրություն դարձրեց նրա աշակերտ լինելուն։ Ինչ նկարագրությունների պետք է ուրիշ ուշադրություն դարձնել ծառայող ընտրելիս։ Երկրորդ պետք է ուշադրություն դարձնել ծառայելու միջավայրին նրա համապատասխանությանը։ Նա համապատասխան է տվյալ միջավայրում ծառայելու, թե ոչ։ Այսինքն պետք է հաշվի առնել այն, թե որքանով է տվյալ անձը համապատասխանում այն միջավայրին, որտեղ պետք է իրեն ուղղորդեն ծառայության։ Ղուկաս ուշադրություն է դարձնում այս հանգամանքին։ Նայեք առաջին համարի 2-րդ մասին։ Եվ եկավ հասավ Դերբե Լյուստրա եւ ահա այնտեղ կար մի աշակերտ Տիմոթեոս անունով, որ մի հավատացյալ հրեա կնոջ որդին էր, իսկ հայրը հույն էր։ Որպես հրեա եւ միաժամանակ հեթանոս, Տիմոթեոսը մուտք ուներ երկու մշակույթներ, ինչը արժեքավոր է միսիոներական ծառայության համար։ Տիմոթեոսն իր բնութագրով, ընտանեկան կարգավիճակով, ազգությամբ եւ հոգեվորությամբ շատ հարմար էր տարբեր մշակույթներում ծառայելու համար եւ դա ընդգծելու համար Ղուկասը նշում է նրա հոր եւ մոր մասին։ Նրա հայրը հույն էր։ Հույն նշանակում է նաեւ հեթանոս։ Ինչու այս փաստը կարևոր։ Սա ենթադրում է, որ Տիմոթեոսը ուներ ոչ միայն հրեական, այլ հունական մշակույթի ազդեցությունը իր վրա։ Սա կարևոր էր, քանի որ Պողոսը ցանկանում էր, որ նա ուղեկցի իրեն ծառայության մեջ, որտեղ պետք է նա շփվեր եւ հեթանոսների հետ, եւ հույների հետ, ներողություն, հրեաների հետ։ Այս երկու հանգամանքները Տիմոթեոսին դարձնում էին պիտանի, քարոզչական եւ միսիոներական ծառայության համար, հատկապես Պողոսի կողքին։ Այս ամենակարևոր տեղեկություններ են Տիմոթեոսի մասին, որոնք Պողոսին դրդեցին ընտրել նրան որպես ուղեկից։ Գրված է, որ նրա մայրը հրեա էր, ով ամուսնացել էր հույնի հետ, ինչը հրեական տեսակետից անօրինական էր համարվում։ Չէր ընդունվում, չէր կարելի հրեան ամուսնանար հեթանոսի հետ։ Այսօր էլ չի կարելի։ Նման ամուսնությունից ծնված երեխաները մոր միջոցով համարվում էին հրեաներ։ Այսինքն Տիմոթեոսը կիսով չափ հրեա է, մոր կողմից հրեա է, իսկ հոր կողմից հեթանոս։ Եվ նա կարող է ընդունվել երկու մշակույթում էլ, բայց նա դեռևս թլպատված չէ։ Եվ ստացվում է, որ որպես եւ հրեա եւ հեթանոս Տիմոթեոսը մուտք կունենար այնտեղ, ինչը հնարավորություն կտար նրանց մեջ ծառայելու։ Տեսնում եք, միջմշակութային գործունեության տեսանկյունից նույնիսկ որքան նրբություններ կան, որոնք կարևոր են եւ պետք է հաշվի առնել։ Ստացվում է, որ Տիմոթեոսին նույնիսկ ազգությունն ու կարգավիճակն է համապատասխանում տարբեր մշակույթներում ծառայելու համար։ Գիտեք, սա կարևոր նկարագրություն է, քանի որ Աստված յուրաքանչյուրին ընտրում է ծառայության համար ըստ նրանց տրված կարողությունների։ Ծառայողի եւ ծառայելու վայրի համապատասխանությունը չի կարելի անտեսել։ Օրինակ Պողոսի ընտրության մեջ ինչ եք կարծում, կամ հիշում եք, հնչեց, թե նա որտեղ պետք է ծառայի կոնկրետ եւ ինչ խմբերի։ Նա համապատասխան էր այն միջավայրին, որտեղ որ նա պետք է ծառայությունը շարունակեր։ Այո, Գործք 9:15-ում Անանիային Տերը տեսեք ինչ է ասում։ Երբ որ Անանիան Տիրոջ հետ զրուցում է, ասում է, ախր նա շատերին է հալածել, սպանել, ինչպես ես հիմա գնամ նրա մոտ, Տերը տեսեք ինչ է ասում։ Գնա Անանիա, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է հեթանոս ազգերի եւ թագավորների Իսրայելի որդիների առաջ իմ անունը հայտնելու։ Այսինքն կոնկրետ այս խմբերի համար
նախատեսված է Պողոսը։ Եվ նույնիսկ նրա քաղաքացիությունը համապատասխանում էր նրա ծառայության վայրերին, որը ապագայում ավելի շատ կտեսնենք։ Պողոսը համապատասխան էր այս խմբերին ծառայելու համար եւ Տերն օգտագործում էր նրան։ Ստացվում է, որ սա հենց Տիրոջ մարտավարությունն է կամ գործելու տրամաբանությունը այս հարցում։ Հարց ծառայող ընտրելիս ուշադրություն դարձնում եք նրա համապատասխանությանը ծառայության միջավայրին, թե անկախ ամեն ինչից աղոթում եւ ուղարկում եք։ Հաշվի չառնելով նա կարող է, նա համապատասխան է այդտեղ ծառայելուն, թե ոչ։ Հաշվի չառնելը նշանակում է վստահել մարդուն մի պատասխանատվություն, որի համար նա չունի համապատասխան կարգավիճակ։ Դրա համար էլ այսօր շատ ծառայողներ են ընտրվում հակառակ իրենց համապատասխանության, իրենց կարողությունների։ Երեց են մարդիկ, ովքեր լավ հաշվապահ են։ Սարկավակ են մարդիկ, ովքեր համապատասխան են երեցությանը։ Հաշվապահ են նրանք, ովքեր հոգևոր լավ խնամակալ կլինեին։ Երգում են նրանք, ովքեր ավելի համապատասխան էին մանուկներին կրթելուն։ Ավետարանիչ են նրանք, ովքեր չգիտեն ավետարանը։ Փոքր խմբերի առաջնորդ են նրանք, ովքեր ունեն լիդերի հատկանիշներ, ովքեր Ջո Մաքսվելի գրքերից շատ են կարդացել 7 հատկություններ առաջնորդի։ Կամ մարքեթինգային հմտությունների են տիրապետում։ Լսարան են կարողանում կառավարել, լավ խոսնակներ են, բայց չեն խոսում այն, ինչ որ Սուրբ Գիրքն է ասում։ Ինչու է այսքան անհամապատասխանություն։ Որովհետև ծառայող ընտրելիս հաշվի չի առնվում նրա եւ միջավայրի համապատասխանությունը։ Ահա թե ինչու Պողոսը չէր կամենում Մարկոսին տանել, բայց ահա կամենում է Տիմոթեոսին վերցնել իրեն հետ։ Քանի որ նա հստակ գիտակցում է իր այցերի նպատակը եւ տվյալ մշակույթներում ծառայելու համար անհրաժեշտ գործոնները։ Խնդրում եմ ուշադրություն։ Աստծուն վստահել չի նշանակում գործել անտրամաբանական, թափթփված կամ հանգամանքները հաշվի չառնելով։ Քրիստոսի մարմնում բոլոր անդամները տարբեր են, ունեն տարբեր գործառույթներ եւ բոլորը համապատասխան են արտաքին կարիքներին, միայն իրենց ճիշտ վայրերում։ Ինչ նկարագրությունների պետք է ուշադրություն դարձնել ծառայող ընտրելիս։ Երրորդ, պետք է ուշադրություն դարձնել հոգևոր շրջանակի վկայությանը նաև։ Տվյալ մարդու մասին ինչ վկայություններ կան։ Նայեք երկրորդ համարին։ Մի աշակերտ կար հրյա, հավատացյալ կնոջ եւ հույն հոր որդի, որը բարի վկայություն ուներ լյուստրացի եւ իկոնիացի եղբայրների կողմից։ Բարի վկայություն։ Սա նշանակում է, որ Տիմոթեոսի աշակերտ լինելն իրական է։ Նրա հրյա տատիկ եւ մայր ունենալն իզուր չի եղել։ Նա իսկապես Հիսուսին հետևող մեկն է, որ կարևոր է այս փուլում։ Երկրորդ Տիմոթեոս 1:5-ում Պողոսը նայեք ինչ է գրում. մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է Տիմոթեոս, որ սկզբում կար քո Լոյդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ։ Համոզված եմ, որ այն նաև քեզանում է։ Տիմոթեոս 3:15, որովհետև մանկուց գիտես Տիմոթեոս Սուրբ գրքերը, խոսքը 5 տակարանի մասին է, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։ Նրա մասին վկայում են եկեղեցիները։ Ունի հրյա մայր եւ տատի, որոնք ողջ մանկության ընթացքում նրան դաստիարակել են Աստծո խոսքով։ Բայց հոր հեթանոս հոր ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ չեն թլպատել, որովհետև հեթանոսի համար այդ թլպատությունը անընդունելի մի բան էր։ Դրա համար ընտանեկան դժվարություններ են նրանք շատ ունեցել, ինչպես այսօր լինում են ընտանիքներում, երբ մի կողմը հավատացյալ է, մյուսը ոչ։ Նկատեք, որ մեկ եկեղեցի չէ, որ վկայում է, այլ երկուսը՝ լյուստրացի եւ իկոնիացի եղբայրների կողմից։ Սա չափազանց կարևոր վկայություն է, քանի որ սա հաստատում է անձի իրական կամ կեղծ լինելը։ Ճիշտ է, թատրոնի դեր խաղացող ծառայողներ կան, բայց այսքան վկայություն մեկ մարդու մասին լսելը բավականին լուրջ հիմք է ստեղծում նրան ներգրավվելու հետագա ծառայության մեջ։ Այս նույն բարի վկայություն բառը մի քանի համարներում էլ է գրված։
Օրինակ սարկավակների ընտրության ժամանակ Գործք 6-րդ գլուխ 3-րդ համարում գրված է այսպես. երբ կարիք կար, որ սարկավակներ ընտրվեին, առաքյալները տեսեք ինչ ասացին. եղբայրներ, ընտրեք ձեր միջից բարի համբավ ունեցող, սուրբ հոգով եւ իմաստությամբ լի 7 հոգու, որոնց կկարգենք այս ծառայության վրա։ Տեսնում եք, որ բարի վկայությունը, կողքինների հաստատումը, որ սա իսկապես հավատացյալ մեկն է, չափազանց կարևոր է ընտրության համար։ Կորնելիոսի համբավի մասին են կարդում 10:22 նրանք ասացին Կորնելիոս հարուրապետը արդար եւ աստվածավախ մի մարդ, որ հարգված է, նույն հունարեն բառն է գրված, բարի վկայություն, հարգված է բոլոր հրյաներից, այսինքն հրյաները վկայում են նրա մասին, որ նա իսկապես բարեպաշտ մեկն էր։ Ուշադրություն։ Ստացվում է, որ սա վկայություն է մարդու կյանքի ընդհանուր նկարագրի մասին, ոչ թե 1-2 սայթակումների։ Այսինքն մեծ հաշվով մարդու կյանքի մասին ինչ վկայություն կտան, այս է հարցը։ Եվ որ հարցնեն Դավիթը ով է, որպես հավատացյալ, ինչ վկայություն կտան մարդիկ։ Դա չի նշանակում, որ Դավիթը կյանքում չի սայթակել, դա չի նշանակում, որ երբեք Դավիթին մեղգործելիս ոչ մեկ իր կյանքի ընթացքում չի տեսել։ Դա նշանակում է մեծ հաշվով համբավդ ինչպիսինն է, ինչ կասեն քո մասին։ Դրա համար չափազանց կարևոր է մարդու կյանքի ընդհանուր բնութագիրը։ Պողոսը կամենում էր այսպիսի նկարագրով մեկին վերցնել իր հետ։ Պողոսը ցանկանում էր, որ Աստծո եկեղեցուն ծառայեն Տիմոթեոսի նման մարդիկ։ Գրված է Պողոսը կամենում էր 3-րդ համարում։ Լավ կլինի հարցնել, սիրելի երեցներ, իսկ դուք կամենում եք, որ ձեր կողք կլինեն մարդիկ, որոնք կծառայեն ձեզ հետ, որոնց կպատրաստեք հենց դուք սպասվող ծառայություններին։ Ցավոք այսօր կան շատ ու շատ միայնակ երեցներ, ովքեր չունեն իրենց կողքին եղբայրներ, որոնց կօգնեն հասունանալ, ուժեղանալ ու ընդլայնել Աստծո գործը։ Նրանք 10, 20 կամ 30 տարիներ չունեն իրենց կողքին մարդիկ, պատրաստվող աշակերտներ, չունեն մարդիկ, որոնք կկարողանային ուրիշներին էլ ճշմարիտ վարդապետությունը փոխանցել։ Ինչու են մենակ։ Ինչ են արել այդ տարիներին։ Ճամբարներ են կազմակերպել միայն։ Ծրագրեր ու ժողովներ են արել, սեմինարներ են արել։ Ընդհանրապես ինչու են այդ պաշտոնին այդ դեպքում։ Գիտեք, պատճառաբանություններ շատ կարելի է ասել, թե ինչու է մարդը մենակ, բայց պետք է ազնիվ լինել շարժառիթներում։ Գրված է, որ Պողոսը կամենում էր, որ նա իր հետ գնա։ Պողոսը մտահոգ էր ծառայության համար եւ պատրաստ նկատելու, տեսնելու իրական հոգեվոր նկարագրով մարդկանց եւ բարձրացնելու նրանց։ Պողոսը հրավիրեց Տիմոթեոսին իր հետ միսիոներական ճանապարհորդության։ Պատկերացնում եմ, որքան մեծ պատիվ էր Տիմոթեոսի համար, այս երիտասարդի համար հավատի այս վետերանի հետ, որ Պողոսն է եւ Շիղան գնալ ծառայության։ Հարց սիրելի երեցներ, նկատում եք ձեր կյանք եկած Տիմոթեոսներին։ Գնահատում եք Տիրոջից դրված հոգևոր որակները նրանց կյանքում։ Թե անձնական ամբիցիաների ու սխալ պատկերացումների պատճառով մենակ եք մինչև այսօր։ Հարց եկեղեցու ամրապնդման, ուժեղացման համար ինչ չափանիշներով եք ընտրում ծառայողներ։ Կարևորում եք նրանց հոգևոր նկարագիրը, նրանց կարողություններն ու կանչվածությունը։ Կարևորում եք եկեղեցու վկայությունը, թե շտապում եք թափուր տեղը լրացնել պատահած անձանցով։ Դրա համար նկատեք ձեր կյանքում եւ եկեղեցում եղող հոգևոր նկարագիր ու համապատասխանություն ունեցող մարդկանց եւ Տիրոջ սիրով ընդունեք ու պատրաստեք նրանց ծառայության համար, ինչպես Պողոսն է վարվում եւ քիչ հետո կտեսնեք այդ քայլերի արդյունքը։ Հիշեք, պետք է ընտրել ծառայող հոգևոր չափանիշներով։ Պատրաստ եղեք ընդունելու Տիրոջ ուղարկած անձին կամ անձերին եւ բարձրացնելու նրան։